Գտարդեղը։ Աղաչում էր, որ հացուտ եմ մտածած, այս ես տեսնելով զարմացա, որ ճաշից առաջ չլևացվեց, ինա դու չլևացվեց։ Լուրջ եմ։ Դիտմակ չի լևացվել, որ խոսակցություն է բացում է։ Պատահական բան չի իրական։ Բայց դե մեզ այն չտավա է շատ ինա դու հասուկ էր, դիտմակ բան, ձերները չի լևացել, ստե լաց է գիրեր Դե չէ ասում են, սենց վերսիակով, որ ասում են ինքը շատ սիրուն չէ եղել Հիսուսը այդ որ ասում են տեսք չուներ բան, շատերը կապում են խաչելությանը պրոցեսի մեջ, որ իրան ասենք բան են արել, խփել են բան, բայց իրականում ասում են ինքը գեղեցիկ գրավիչ գեղեցկություն չի ունեցել Բայց ֆոտորոբոտով սարքել են, դա բր սիմպատիչներ Հա? Դե դուրինի բանով սարքեցին, չէ, դուրինի բանով Կարա լինի, ես Չեմ որ ասում մի տես չկար որ ախորժեին, այդեղ իրապես ինքը մեղքերի մասին է խոսում վերառապել մեղքերը, այդեղ հաստատ բան է ինքը Բայց պարտադիր չի ինքը սիրուն ինքը իր գեղեցկություն ուրիշ Հա, պարտադիր չի, թե շո մեր ստանդարտներով ինչ-որ սիրուն Գիտես, սովետքի այդ ծրագրավոր հետաքրքիր ես վերջերս մտածում եք Աստված ծրագրավորել է մեր մեջ հետաքրքիր մի բան, որ կարողանա զանազանը գեղեցիկը տգեղից Ծրագիրը իդեր, չէ? Ասենք կարող չաղը տգերը գեղեցիկ լիներ, ասենք մարդու աշկի Դու տեսել ես Պարսկաստանի գեղեցիկը Բարի առավոտելի բարեկամներ, քուրեր եղբայրներ, բարի լույս բոլորիս եւ այսօր նորից միասին ենք եւ դա տիրոջ բացառիկ հրաշքներից մեկն է մեր կյանքում։ Երանի նրան, ովքեր առավոտ կանուխ իր աշկերը բացեց եւ հասկացավ, որ Տեր ուզել է, որ այսօրը լինի ու դա համարեց որպես հրաշք։ Էլ ինչպես են լինում հրաշքները, եթե ոչ այսպիսի բաներով։ Մեր հյուրն է մեր սիրելի Տիգրան Թադևոսյան եղբայրը, նա նոր սերունդ եկեղեցու հովիվն է։ Շնորհակալ եմ եղբայր, բավական երկար ժամանակ կարոտել էին քեզ շատ իրոք եւ դու էլ ժամանակի տարումով չենք կարողանում կապվել իրար հետ, բայց փառք Աստծո այսօր ստացվեց դա։ Ես եմ շնորհակալ, նորից ողջունում եմ քուր եղբայրներիս, հուսով եմ, որ այսօր օրհնված առավոտ կունենանք իրար հետ, որտեղ Աստծո խոսքի շուրջը հավաքվել է արդեն օրհնություն է։ Միանշանակ։ Իհարկե։ Որ խոսում ենք, ասում ենք, ինչ թեմա է այսօր, ինչից խոսենք, նույն հարցը ես Աբրահամին տվեցի, ասի Աբրահամ եղբայր, ինչից խոսենք։ Որտեղ այնքան թեմաներ է այստեղ խոսացվել։ Բայց հետաքրքրությունը կարելի է նրանում, որ ամեն անգամ Աստված թարմություն է տալիս, կենթանություն է տալիս ամեն մի խոսքին, որտեղ խոսքը հոգի է։ Գիտես պատահել է, որ նույն թեման երկու տարբեր եղբայրներ անկախ իրարից եկել են խոսացել են, բայց հետաքրքիր է, որ շերտերն են տարբեր կամ գույները, չգիտեմ, մոտեցումը ու շատ հետաքրքիր է, այսինքն դրանով հասկանում ենք, որ Աստծո խոսքի մեկնաբանության շերտերը շատ տարբեր են։ Բազմաշերտ է, որ կողմից մոտենաս, ինչի վրա շեշտը դնես։ Այո, միանշանակ։
Եվ այսօր, ասա։ Չէ, խնդրեմ։ Չէ, ասա, դու ինչ որ բան։ Ես մտածում էի, ճիշտն ասած, այստեղ գալուց առաջ, մտածում էի, որ այսօր թեմաներ կա, որոնք մասին կարելի է խոսել, օրինակ թեմաներ, որոնք սենց ասած շատ ակտուալ են, արդիական են, պետք է այսօր մեզ այդ թեմաները, որից մեկը առհասարակ երաժշտության հետ ունեցած քրիստոնյայի վերաբերմունքն է երաժշտության նկատմամբ առհասարակ, որովհետև ասենք այս երգը Աստծուց է, այս երգը Աստծուց չի, այս ռիթմը Աստծուց է, այս ոճը Աստծուց չի, եւ ինքը պետքական թեմա է, որովհետև երաժշտությունից շատ բաներ կախված, մեր կյանքում շատ բան է կախված, երաժշտությունը յուրահատուկ ոլորտ է Աստծո թագավորության մեջ էլ եւ առհասարակ մենք գիտենք ինչ է երաժշտությունը, ինչ զորություն, ինչ ուժ, ինչ ազդեցություն ունի մարդու վրա, ու տես մտածում էի խոսեինք, բայց չհամարձակվեցի։ Դու ինձ ասել էի դրա մասը, ես էլ համարձակ չէի դրա մասը չհարցրի, բա դու սես թեմա էի ընտրել։ Միանգամ ասում խոսենք, որտեղ շատ, երբ որ իրականում սկսում ես ցույցը շատ տարբեր կարծիքներ կան եւ ասեմ քեզ շատ սխալ կարծիքներ կան, շատ սխալ եւ այդ իտես լավ քաղցր բաները, որ մեկը կողքից ասում է, դա համով չի, ու դու արդեն հետ ես քաշում դրանից, քեզ տրամադրում ես, որ դա համով չի, բայց բանից դուրս է գալիս, դա շատ ուղղակի դու ես սխալ մտածել դրա մասին։ Ես ես վերջերս, քանի որ երկից խոսացի, 2 րոպե զբաղեցնեմ ժամանակդ, հիմա հետևում եմ YouTube-ով հրեական հին սաղմոսների երգերը, կարծես թե այսօր վերարտադրում են, շատ հետաքրքիր է, շատ զարմանալի է, ունդեղ սաղմոսների մեջ շիկանոտ բառ կա, չէ, շիկանոտ, գիտես ինչ է ինքը, մուղամ, Osma yema muğama gönüm. Eti hediyanere da Türkakan banı Arabakanları. Sella asatı çi. Şikanot. Etpesen asım da muğam ipes mi bana vora ağotki տեղա տալիս քեզ դու մտնում ես դրա մեջ եւ սկսում ես աղոթել դա քիչ է էլի այդ է պակասես շիկանոտ է սա է սուր պակաս օրինակ եթե երաժշտություն ես միացնում ընդհանրեն որպեսի ֆոն ստեղծվի աղոթքի համար ես գիտեմ որ շատերը ասում են դա պետք չի դա աստծո չի որովհետեւ դու պետքա ճիշտ ուղղորդվես դա քեզ տրամադրում հա բայց եթե դու էլ ասեցիր որ տենց բան կա այսինքն մի պահ որտեղ որ ինչ որ մի երաժշտությունն է գնում եւ խոսքեր չկան հա չկան խոսքեր ուղղակի երաժշտություն հիմա այսօր որ միացնենք երաժշտություն որ ուղղակի դա այդ երաժշտության ներքո աղոթենք ինչ ենք միացնելու Միշնա քեզ Չկա տենց երաժշտություն որ հայկական կամ ասենց մենք որը որ սովորենք որը որ բառեր չունենա բայց մենք միացնենք ու ինքը երկար գնա այս սրանք թեմաներ են լավ միգուցե պատրաստվենք մի ինքը երաժշտական աշխարհից է ես էլ ու չենք կարողանում մեզ զսպել որ այս թեմաներին շուրջ զրույց չունենանք շնորհակալ եմ եղբայր եւ սիրով լսում ենք ճիշտ ասած էլի ակտուալ թեմաներից մեկը որ կուզեինք այսօր խոսել իրար հետ արդարի մասն առհասարակ ինչ արդարությունը իրանից ներկայացնում նաև ինչա ներկայացնում որովհետև արդարությունը ինքը մեծ հասկացություն շատ մեծ հասկացություն է եւ մենք արդարացված ենք այսինքն այս մեր արդարացված լինելու պատճառով երկինքը համաձայնվել է դժոխքը լռել է չի կարող ոչ մի բան ասել ու մենք այդ արդարացվածության պատճառով մենք հավիտենական կյանք ունենք որովհետև մենք արդարացված ենք բայց ինքը արդարությունը իր մեջ շատ կոմպետենտներ ունի իր մեջ նյուանսներ, հա, ասենց ասած բաղադրիչներ ունի իր մեջ, հա, իր մեջ ունի տենց բաղադրիչներ, այո, որի մասին արժի խոսել, այսինքն մենք արդարացված ենք արդարներ լինելու համար
Մենք արդարացված ենք, արդարներն շատ լավ ասվեց։ Ունենալու այդ համակարգ արդարության։ Հա, ու այդ կոմպոնենտները դա ուզում ասել, ու այդ կոմպոնենտները արդարության մեջ եղած բաղադրիչները, հա, ոնց որ դու ասացիր, պետք է մի հատ ուշադիր նայվի թե որն է ճիշտ, որն է սխալ, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում եւ որի վրա ենք միգուցե սխալ ուշադրություն դարձնում, էլի արդար ասելով մարդուն։ Եվ ես Կիրակի օրը շաբաթ օրը դրա մասին մտածում էի ու կանգնեցի մի բանի վրա, որ այս համարի վրա, որտեղ որ գրված է, որ ամբարիշտը փախչում է առանց մեկի հալածելու, փախնում է ամբարիշտը։ Փախչող տեսակը։ Հետաքրքիր է, բայց արդարները առյուծի պես ապահովեն կամ համարձակեն առյուծի պես առակացում է գրված էսի 28-ի 1-ը։ Առակացի 28-ի 1-ը, բայց արդարները ապահովեն կամ միտեղ գրվածը համարձակեն, որտեղ համարձակության մեջ կա նաև ապահովություն։ Ու արդարները իրենք համարձակեն։ Առյուծի պես ապահովեն իմ Առյուծի պես իրենք ապահովեն։ Նույն իմաստուն է, առյուծը բնույթը համարձակ։ Այո, առյուծի պես իրենք ապահովեն, իսկ ասած հանգիստ են իրանք, էլի, հանգիստ են։ Ուսած մի անգամից մտքիս եկավ մի երևույթ, սենց ասած, որ խոսում է, ասենք Հովհաննես Ավետարանի 3:19-20 սկզբից խոսում է, որ ամեն չար գործողը ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որ իր գործերը չհանդիմանվեն։ Եվ դրանից առաջ գրած է սա է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետեւ իրենց գործերը չար էին։ Իսկ դատաստանը, ոչ թե այն դատը, որը որ վերջում է լինելու, առհասարակ դատաստանը, իսկ մեղադրանքը կայանման նրանում, որ ոչ թե մարդու մեջ խավար կա, անգամ ոչ թե որ ինքը ինչ-որ իրան դուր է գալիս այդ խավարը, այլ ինքը չի գալիս դեպի լույսը, ինքը չի գալիս, եւ դատաստանը կայանման նրանում, որ ինքը չի գալիս դեպի լույսը։ Ու ես մտածում եմ, ինչ նշանակում ինքը չի գալիս դեպի մարդիկ խավարը սիրեցին եւ չեն գալիս դեպի լույսը, որ չհանդիմանվեն իրանց գործերը։ Մտածեցի, որ գիտեք, մեզ ժառանգություն են թողել իրապես Ադամը, մեզ ժառանգություն է թողել ու ինչքան վատ բան կա, մեզ մարդուն տրված է, էլի սատանայի էության, իր մտածելակերպը, իր բնույթը մեզ տրված է եւ մենք մեծ հաշվով պայքարում ենք դրա դեմ։ Այն ինչ որ մեզ տրված է, մենք պայքարում ենք, բայց մինչեւ որ դու մի բան փոխես քո կյանքի մեջ, դու պետք է կարողանաս դա տեսնես։ Որովհետև ստեղ լույսը գալիս է, իրանք չեն գալիս, եւ որ չեն գալիս, ուրեմն չեն տեսնում, եւ ստեղից արդեն պրոբլեմա լինում, այսինքն իրանց վրա կա մեղադրանք։ Մեղադրանքը կայանում նրանում, որ մարդը չեկավ դեպի լույսը։ Հիմա մարդուն ներսում էլ կա խավար բաներ, եւ ինքը պետքա գա լույսի առաջ, որպեսզի երևա իր բացահայտվի։ Եվ ես մեծ գլոբալ պրոբլեմ տեսա Աբրահամ ջան, որ մեզ բոլոր քրիստոնյաներիս շատերի կյանքի մեջ ինքը շատ սիրուն գործում է եւ մենք նախանձավոր ենք առաջնորդներով, նախանձավոր ենք, որպեսզի մարդը կատարյալ լինի, գնա դեպի կատարելության, հա, այսինքն կամած ինքը փոխվի, որովհետեւ մենք երկու գործ ունենք անելու, ավետարանը քարոզելու աշխարհին եւ մյուսը մեզ վերաբերվող բաները, որ մենք կարողանանք ազատվել այն ամենից, ինչ որ ժառանգաբար մեզ հասել է։ Եվ այս մասը, որ մարդը իրանով զբաղվում է, ինքը շատ կարևոր է, նաեւ այն գործի համար, որ մենք ավետարանն ենք կարծում, որովհետեւ եթե ես ինքս փոխված չլինեմ, ինքս աղուլույս չլինեմ, ինքս մարդկանց առաջ բաց նամակ չլինեմ, մարդիկ չեն հավատա մեզ։ Ուստեղ մի sense նրբություն կա, որի անունն է կեղծավորություն, որի մասին ես խոչընդոտի, ահավոր խոչընդոտ եւ մեր մարդու կյանքի մեջ տանջանք է, կեղծավորությունը տանջանք է։ Ինքը միգուցե չի բարձրաձայնում, որ ինքը դժվարություն ունի, տանջանք ունի, բայց ինքը երկու մարդ է կամ ավել,
Ինչ է կեղծավորությունը, ինքը իրան ցույց չի տալիս այնց, ոնց որ ինքը իրականում կա։ Ու ես ուշադրություն դարձրեցի մի պատմության վրա Ղուկաս ավետարանում, որտեղ 11-րդ գլխում Հիսուսին մի փարիսեցի հրավիրում է հաց ուտելու։ Հիսուսը ընդունում է այդ հրավերքը, մտնում է իր տունը հաց ուտելու եւ գրած է, երբ որ փարիսեցին տեսավ, որ Հիսուսը իր ձեռքերը չլված, ինքը շատ զարմացավ։ Ինքը չէր պատկերացնում։ Ինքը ռաբի էր համարվում Հիսուսը այդ ժամանակներում։ Վարդապետ, ինքը որպես լինելով ուսուցիչ, ինքը իր ձեռքերը չլված, մի անգամից մտավ ու սկսեց հացը վերցրեց, կտրեց, բացեց։ Ես 100% վստահ եմ, որ դա ինքը նպատակով արել, որովհետև երբ որ Ղուկաս ավետարանի 11-րդ գլուխում մենք կարդանք, մենք հասկանանք, որ խոսակցություն է գնում այդտեղ։ Ինքը այդ խոսակցությունը տանում է կեղծավորության, ցույց տալու իրար, եւ դրանից հետո ինքը գալիս է ու չի իր ձեռքերը լվանում, այսինքն այդ ավանդույթները չի պահում, որովհետև Մովսեսի օրենքի մեջ չի եղել դա, որ անպայման ձեռքերը լվանան, նոր հաց ուտեն։ Դա ուղղակի ավանդույթ է եղել, հայրական, դրել են, սիրուն ասեն լավ կլինի, բայց կամած ինքը մտել է ոչ թե կենցաղի մեջ, այլ մտել է ինքը արդեն Աստծո պատվիրանների ոնց որ սխմելով մտել է ներս, իրան տեղ է գտել այս երևույթը եւ հետո ասել է ես էլ պակաս չեմ Աստծո պատվիրանից։ Աստծո տված օրենքի մեջ տեղ է գտել այդ ավանդույթը։ Ես էլ պակաս չեմ դրանից։ Կներես, օրենքի մեջ կար լվացվելու բաներ, արարողություններ, բայց դա ոնց որ ասած ավելի մշակված մարդու ձեռով ավանդույթ դարձած մի բան է։ Շատ մանրացրած խնդիրներ է։ Օրինակ շատ օրենքի մեջ շատ ասենք վերաբերվող մարդու անգամ երբ որ հունց քանում, քաղում է, չէ՞, ասենք մի քիչ թողի վրա բան եւ այլ, բայց իրանք այնքան էին խորացել դրա մեջ Փարիսեցիները այնքան էին բերել այդ կուլտուրան, այդ մանրուքների մեջ, որ ինքը արդեն դարձել էր մի կարևոր իրենց ոնց որ պատվիրաներից մեկը։ Եվ մենք այսօր ենք տեսնում ավանդական եկեղեցիներում, այն որ ասենք հայրերի ավանդույթներն են, արդեն կողքի հավասար, կողքի վրա դրված է որպես Աստծո պատվիրան։ Այդ ավանդույթի պատճառով կարող է մարդել մեռներ, չէ՞, ասենք քարկոծեին, բանան էին։ Հնարավոր է։ Կանեին դրանք։ Ասենք բաղոր մնաց ողորմությունը։ Լավ, ինչ որ է։ Եվ 39-40-ում տերագրված ասես նրան. Հիմա դուք փարիսեցիներ, բաժակի ու ամանի դրսի կողմը սրբում եք, բայց ձեր ներսը լիքն է հապշտակությունով եւ չարությունով։ Անմիտներ, չէ՞ որ դուրս անողը ներսն էլ արեց։ Չեք հասկանում, որ ով որ ներսը ստեղծել է, կեղծավորությունը դրանում է։ Այո, ով որ ներսը ստեղծել է, ով որ դուրսը ստեղծել է, ինքը ներսն էլ է ստեղծել, այսինքն ներսն էլ է ինքը տեսնում, ինչ է տեղի ունենում, սա պարզ արդեն։ Եվ հիմա տես ինչ հետաքրքիր է, այս հաց ուտելուց հետո անմիջապես 12-րդ գլխից առաջի համարից գրված է այդ միջոցին, երբ որ հազարներով ժողովուրդները դիզվում էին, երբ հաց կերան, դուրս եկան, ժողովուրդը սկսեց գալ, ու ընդմիջում էր, հազարներով ժողովուրդները դիզվում էին, մինչև որ իրար կողկրտում էին, սկսեց իր աշակերտներին ասել. Առաջ ձեր անձերը զգուշ պահեք փարիսեցիների թթխմորից, կամ խմորից, որն է կեղծավորությունը։ Որտեղ ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, եւ թաքուն, որ չիմացվի։ Ուստի ինչ որ խաբարում ասեցիք, լույսի մեջ կլսվի։ Եվ ինչ որ ներսի սենյակներում ականջում խոսեցիք, կտուրների վրա կքարոզվի։ Ուրեմն պատկերացնում ենք արթնություն է, հազարավոր մարդիկ գալիս են, պատկերացնում ես քարոզիչն է, ավետարանիչն է, իր աշակերտներն է, լեսօրվա դրությամբ պատկերացնենք, եկեղեցի է, ավետարանչություն է, հազարավոր մարդիկ են գալիս, բայց Հիսուսը դեռ ազդեցության տակ է փարիսեցիների։ Ինքը չի մոռացել խոսակցությունները։ Ինքը չի տարվում այդ հազարների գալով ոգևորվի, մոռանա կարևոր հարցերը։ Շատ կարևոր։
Ինքը չի, ինչի եմ ես շեշտում, ինքը չի ոգևորվում, ինքը բան, որովհետև այսօր քանակը, որ մարդիկ գալիս են, ինքը հնարավոր է, որ ավելի կարևոր լինի, քան թե այն կարևոր բաները, որոնք որ հետագայում կարա վնասի այդ հազարավոր մարդկանց, ինքը ինչի այս պահին տեսնելով հազարավոր մարդիկ գալիս են իր աշակերտներին նորից ազգուշացնում, ասում ազգուշ եղեք փարիսեցիների թթխմորից, որն է կեղծավորությունը, որովհետև նրանք առաջնորդներ էին փարիսեցիները, եւ երբ որ առաջնորդները իրենց մեջ ունեն կեղծիքներ կամ կեղծավորություններ, իրենք իրենց ցույց են տալիս այնպիսին, ինչպիսին իրանք չեն, անգամ պահանջում են ուրիշներից, բայց իրանք էլ այդպիսին չեն, ուրեմն այդ ժողովուրդը վնասվում է։ Հիմա այս ժողովուրդը, որ գալիս էր, ոնց որ ասած պոկվել էր այդ փարիսեցիների այդ կեղծավորության ազդեցությունից, պոկվել էր, որովհետև հիմա Աստված նոր ժողովուրդ էր արտադրում, ստեղծում, նոր կտակարանում, իրանք քաշում էր դեպի այս նոր կտակարանը։ Եվ երբ որ իրանք գալիս էին դեպի Հիսուսը, երբ որ գալիս էին դեպի նոր կյանքը, երբ որ գալիս էին դեպի նոր ուխտը, ինքը զգուշացեց, որ հանգարց այդ հին ուխտի ամենավտանգավոր ատրիբուտներից չբերեք հանգարց ձեր մեջը գցեք, որովհետև եթե այդ մտավ ձեր մեջ հանգարց այդ թթխմորը, որը որ փարիսեցիներ ունեին, որը որ կեղծավորությունն է, մեր գործը ինքը չի գնանենց, ոնց որ պետքա գնա։ Այսինքն այդ ժողովրդին մենք չենք կարա ճիշտ ծառայենք, որովհետև ինչ որ մի բան մեզանից կանցնի այդ ժողովրդի մեջ։ Դրա համար ասում զգուշ եղեք փարիսեցիների թթխմորից, դուք զգուշ եղեք։ Այսինքն աշակերտներին ասում նախորոք ձեզ ասում եմ, զգուշ եղեք փարիսեցիների թթխմորից, չի ասում զգուշ եղեք կեղծավորությունից, որովհետև երբ որ ես ասեմ զգուշ եղեք կեղծավորությունից, դուք կմտածես, որ կշրջանցեմ, տեսար կեղծավոր մարդ, կշրջանցեմ, զգուշ եմ, չէ՞, բայց ինքը ասում է թթխմորից, որովհետև ինքը եթե մտավ մարդու մեջ, ինքը ամբողջ զանգվածը խմորը ինքը իրանով է անում, թթխմորը վերցնում է բոլորին սարքում է իրան նման։ Թթխմորը դա նույն խմորի տեսակն է, չի տարբերվում։ Չի տարբերվում։ Սա շատ հետաքրքիր է, Այո։ բայց ինքը թթխմոր է։ Հա, ինքը ունի մի հատկություն, որ ինքը թթվածնում է ամբողջ զանգվածը, եւ հետո ամբողջ զանգվածը ինքը դառնում է իրան նման։ Հետո տես էլ կարող ես ոստեր գցել ուրիշտեղ, ինքը նորից թթխմոր է դարձել, այն խմորը որ թթխմոր չէր, ինքն էլ է դառնում թթխմոր։ Դրա համար ինքը ասում է զգուշ եղեք այդ թթխմորից, որովհետև այդ թթխմորը ընդունելը շատ հեշտ է, այսինքն ինքը մեծ հաշվով, ինչի ասում զգուշ եղեք, որովհետև դրա վերցնելը մեկից մեկ է։ Որովհետև եթե ինքը երևացող բան լինի շատ, օտար բան լինի, ինքը դժվար կվերցնի մարդը, որովհետև օտար է այդ իրան, բայց ինքը այնքան ասելուց պես օտար չի նույնն է, որ ասում է դուք հանգարց, եւ ինքը մենակ չէր մտածում, նման է աղոթում, այո, նման է խոսում, բայց տարբերությունը կայանում է նրանում, որ իրան ներսում ինչ որ կա, ուրիշ է։ Ուրեմն տեսնելով հազարավոր մարդիկ, իզուր չի գրված, որ երբ որ տեսնում էր ինքը այդ միջոցի, որ հազարավոր մարդիկ գալիս են, ինքը ստեղ աշակերտներին ասում տղեկ կամ ծառայողներ, եթե դուք հանգարց այդ թթխմորը վերցրեցիք, ձեր մեզ այդ թթխմորը գնալու է այդ հազարավոր մարդկանց մեջ, եւ այն ինչի համար, որ նոր ուխտը տարբերվելու է հին կտակարանից, չի ստացվելու, որն է նոր կտակարանը։ Նոր ուխտը նա է, որ մարդը գալիս է Տիրոջ առաջ եւ Սուրբ Հոգին իրեն սկսում է մաքրել ամեն մեղքից, որովհետեւ ինքը լուսավորում է մարդու ներսը, ինքը տեսնում է իր խնդրեմը եւ թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին իրան մաքրի։ Իսկ կեղծավորությունը ինքը թույլ չի տալիս, որ իր ներսը երևա, կամ էլ թե չէ ինքը գիտի էդի ինչա, բայց չի գալիս դեպի լույսը, ինքը տենց էլ մնում է, ինքը ցույց չի տալիս, որ ինքը խնդրեմ ունի, այ Աբրահամը կարա խնդրեմ ունենա, բայց ես խոմ չեմ կարա ունենամ։ Եվ երբ որ ինքը ծառայում է Տիրոջը, ինքը ծածկում է իր իրական էությունը,
Ոնց որ անում էին պարիսեցիները, եւ շատ ենք մենք տեսնում, որ դուք սենց եք, դուք տենց եք, ձեր ներսը լի է հափշտակություններով եւ այլն, բայց դուք ձեզ այդպես ցույց չեք տալիս, դրա պատճառով, որ դուք ձեզ ցույց եք տալիս ավելին, քան թե դուք իրականում կաք, ժողովուրդը չի փոխվում։ Կեղծավորության սինդրոմներից մեկը կարող ենք ասել, որ բանն է, դատելն է, դատել դիմացինին, նվաստացնել, նվաստացումը, ես կարծում եմ, որ ծաղրել, սինդրոմներ են դրանք։ Այո, ինքը կապված է դրա հետ, որովհետև այն մարդը, ով որ իրան ինքը անկեղծ է կամ արդար է, այսօր մենք այդ անկեղծ բառը փոխում ենք, այդպես չի խոսում։ Անկեղծ բառը չի օգտագործվում ավետարանում, կա արդար մարդ։ Արդար մարդը ինքը չի դատում ուրիշին։ Արդար մարդը ուրիշների վրա սխալ չի բռնում, որովհետև ինքն է եւ ողորմած է։ Այո, որովհետև ինքը գիտի, որ ինքն էլ ունի այդ բաները։ Այո, միանշանակ, շատ սիրուն է։ Հիմա տես ուր է գնում այս ամեն ինչը, դու ասենք ինքը, երբ որ Հիսուսը խոսում էր աշակերտների հետ, ինքը մենակ աշակերտների մասին չէր հոգ տանում։ Ինքը գիտեր, որ այս աշակերտներից է արտությունը լինելու, եւ այս աշակերտներից փոխանցվելու է ամեն ինչը ժողովրդին, ուսուցումը, անկեղծ եւ արդար լինելը, կեղծավոր լինելը, ինքը դրա համար տեսնելով այդ ժողովուրդները, որ եկավ, ինքը ասեց զգուշ եղեք։ Եվ տեսեք, ուրեմն փաստորեն դուրս է գալիս, որ առաջնորդից կախված է դիմացինի ամբողջ ճանաչողությունը, պատասխանատվությունը, կյանքը, որովհետեւ եթե ես իմ ներսը ծածկում եմ, ես ինձ ուրիշ մարդ եմ ցույց տալիս, իմ դիմացինն էլ է տենց սկսում անել։ Ասում եմ, ինքը կարող չի ասում, բայց ինքը թթխմոր է։ Թթխմորը ձայնով չի զանգվածը իրանով անում, լուր անում, որ թթխմորի կողքը նստես գիշերը, որ ինքը ուռում է, որ առավոտը պետք է թխեն։ Դե տատիկս լավաշ էր թխում, ես գիտեմ։ Դու չի երևում ինքը ոնց է այդ անում, ինքը ոչ ձեն է անում, ոչ էլ։ Ինքը ուղղակի լուր իր գործն է անում։ Ես կներես հիշեցի առաջի Սաղմոսը, իդեպ առաջի Սաղմոսը խտացված Աստվածաշունչը։ Ասում է Երանի նրան, որ գիշեր ու ցերեկ նրա օրենքի վրա է մտածում եւ իր հաճույք օրենքի մեջ է, ամբարիշների հետ ճամփա չի գնում։ Սա թթխմորի մասին է խոսում։ Մեղավորների հետ ուրեմն սեղան չի նստում, ծաղրանողների աթոռին չի նստում, ծաղրանողների աթոռին։ Ես միշտ մտածում էի, ո՞րն է այդ աթոռը։ Ասենք, այս աթոռի վրա հազարավոր մարդիկ են նստել, կարող ասը, բայց իրական ինքը հոգևոր խորհուրդ է, ծաղր դիրք է աթոռը։ Իհարկե։ Աթոռը սարքում ես ու նստում ես իր վրա եւ բարձր դիրք, որտեղից մարդկանց նայում ես բարձրից, այսինքն մարդիկ երբ որ անլիարժեքության զգացում են զգում քո մոտ նստելուց, հա, նվաստացած են զգում իրենց, այս սա ծաղր է։ Սա թթխմորն է հենց այդ իմաստով։ Եվ գառանտիան Աստծո խոսքի վրա մտածելն է գիշեր ու ցերեկ։ Ազատվել այդ ամեն կեղծիքից։ Կներես ընդհատեցի, բայց շատ լավ, ես մտածում եմ ուղղակի շատ ճիշտ է։ Ես այդտեղ ուզում եմ մի պահ բոլորիս հիշացնեմ, որովհետև հիմա քարոզելու եմ կամ ավելի ճիշտ խոսելու ենք այդ մյուս մասին, որ մենք բոլորս մեծ հաշվով առաջնորդներ ենք եւ մենք կանչված ենք առաջնորդելու։ Ինչ որ մեկը առաջնորդում է մի հոգու, ինչ որ մեկը առաջնորդում է 10 հոգու, ինչ որ մեկը իր ընտանիքին առաջնորդում, բայց եթե քո մեջ կա լույսը, եթե քո մեջ կա ավետարանը, երբ որ դու ավետարանում ես կամ խոսում ես առհասարակ ճշմարտությունից, դու արդեն առաջնորդ ես, որտեղ մարդկանց ասում ես, արեք իմ հետևից, կամ ճշմարտություն ես ցույց տալիս, կամ ցույց ես տալիս ճշմարտության տեղը, այո, դու արդեն առաջնորդ ես։ Դրա համար խոսքը չի գնում, որ հանգած մենք չմտածենք, որ խոսքը գնում այն որ առաջնորդների, հատուկ առաջնորդների, այդ հովիվները մտածեն, որ զգուշ լինեն թթխմորից, այդ ուսուցիչները, այդ մենք կապ չունենք, մենք գիտեք, հա, մենք սիրուն եկել ենք եկեղեցի այցելու ենք։ Աչքներս քաշած։ Այդ իմ ամենասիրած բառն է, այցելու։ Թանգարան կարելի այցելել, ասիկա։ Լավ, ուրեմն մի առակ էլ ասես նրանց, Ղուկաս 6:39,
տեղից սկսվում է, էլի համարները հանած 41, 42, 47, 49, ինչևից է։ Մի առակ էլ ասես նրանց, միթե կարող է կույրը կույրին առաջնորդել։ Չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն հիմա։ Եվ ինչու քո եղբոր աչքի շուղը տեսնում ես, աչքում շուղը տեսնում ես, քո աչքի գերանը չես նշմարում։ Կամ ինչպես կարող ես եղբորդ ասել, եղբայր թող քո աչքի միջի շուղը հանեմ, բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Նորից էս բառը, կեղծավոր։ Առաջ քո աչքի գերանը հանի, եւ ապա մտի կտած, որ քո եղբոր աչքից շուղը հանես։ Հիմա ամեն ով որ ինձ մոտ է գալիս եւ իմ խոսքերը լսում է նրանց եւ անում, ցույց եմ տալիս ումա նման։ Իմաստուն մարդու, տունշինով մարդու, որ փորեց, խորացրեց, հիմքը դրեց ժայռի վրա։ Փորեց, խորացավ այդ մարդը։ Հասավ ժայռին։ Հասավ։ Ինչ է մարդը գալիս է տիրոջը, լսում է Աստծո խոսքը եւ սկսում է իր մեջ խորանալը։ Ոչ թե որ Աստծո խոսքի մեջ է խորանում, որ իմանա այնտեղ աստվածաբանության մեջ է խորանում, ինքը աստվածաբանության մեջ չի խորանում, ինքը խորանում է իր մեջ եւ ինքը իր տունը շինում է ժայռի վրա, գտնում է հիմքը, տեսնում է ճշմարտությունը, շինում է ժայռի վրա եւ երբ որ խնդիրներ է գալիս, իր տունը չի քանդվում։ Եվ սա ինքը ասում է կեղծավորության համատեքստի մեջ, այսինքն հենց մի անգամից է ինքը ասում։ Այսինքն որպեսզի չլինես կեղծավոր, դու պետք է ասո խոսքի մեջ խորանաս, քո մեջ խորանաս։ Քո մեջ։ Այո, Աստծո խոսքը վերցնելով ինքդ քեզ ճիշտ նայես։ Այո, չկեղծես ինքդ քեզ։ Այո, որովհետև եթե դու քեզ ճիշտ նայես, քո աչքի մեջի գերանը բնականաբար պետք է տեսնես, որովհետև ինքը գերան է։ Երբ որ դու քեզ կտեսնես, այն ժամանակ քեզ ավելի հեշտ կլինի, որպեսզի դու ուրիշի մեջի աչքի մեջի շուղը հանես։ Այսինքն այստեղ քո ասած դատն է։ Ես որ ասում եմ եղբայր, կամ ինչպես կարող ես եղբորդ ասել, եղբայր թող քո աչքի մեջի շուղը հանեմ, նայ, ինքը ցույց է տալիս, կեղծիքը առհասարակ, ինքը ցույց է տալիս, որ ինքը պրոֆեսիոնալ է։ Այսինքն ինքը տեսնում է բաներ, որը որ է դիմացինինը, ում որ ասում արի աչքի շուղ հանեմ, էդի չի տեսնում։ Իսկ ինքը պրոֆեսիոնալ է, ինքը տեսնում է էդի, այսինքն ինքը լավ տեսողություն ունի, բայց բանից բազում է ինքն էլ լիքը խնդրեմ ունի, որը որ ինքը չի տեսնում։ Չի հայտնվել, ասենք։ Հա, կամ ինքը տեսնում է, մեկը ասում է կույրը կույրին առաջնորդի, էսի առաջի տարբերակն է, որովհետև ինքը չի տեսնում։ Մարդը չի տեսնում։ Երկրորդ տարբերակը այն է, որ դու գրածա կեղծավոր քո շուղը հանի։ Այսինքն պետք է տեսնի, որ հանի, չէ՞, որ առանց տեսնելու ոնց գերանը հանի։ Ներողություն, գերանը հանի։ Ուրեմն մյուսը կեղծիքը կային նրանում, այն որ կույրը ինքը կեղծավոր չի։ Հա, կույրը, առաջնորդի կարիք ունի, ինչպես դու ասիր։ Հա, բայց ցավական մանրան, որ ինքը առաջնորդում է իրան չտեսնելով։ Բայց այն մյուսը նայա, որ ինքը կեղծում է ինքը իրան, եւ դիմացինն ասում է, ես քեզ օգնեմ այդ հարցը լուծելու։ Ես պրակտիկ մարդ եմ էլի իմ կյանքի մեջ, ես շատ եմ տեսել։ Եվ դուք մենք բոլորս տեսնում ենք մարդիկ, քրիստոնյաներ, որոնք որ ուրիշին ավելի լավ խորհուրդ են տալիս իրանց ազատագրվելու, փոխվելու, բայց իրանք ավելի մեծ խնդիրներ ունեն իրանց կյանքի մեջ։ Հիմա այստեղ հարցը նա, եթե դու կարողանում ես հանես իմ շուղը քո աչքի գերանը ինչի չես հանում, հարց է ծագում, էլի ինչի չես հանում։ Եթե չես կարում հանես, ես քեզ չեմ վստահի իմ աչքը։ Եթե չես կարում, դու ձևը չգիտես։ Բնականաբար։ Իսկ եթե ձևը գիտես, ինչի քոնը չես հանում։ Ինչի մասին եմ ես խոսում։ Շատ անգամ մարդիկ մտածում են, որ հեսա գնամ ես մեկին խորհուրդ կտա ինձ ես ինչ անեմ, էլի։ Ես էլ իրենց ասում եմ, թե մեր եկեղեցում ասում եմ, թե ասում, նա տեսեք, էլի։ Եթե ինքը ավելի մեծ խնդիրներ ունի, ու ինքը իր խնդիրների մասին չի խոսում, ու թաքցնում է ու կեղծիք անում, որ ինքը էդի չունի, պետք է քեզ գնաս իր մոտ խորհրդատվության։ Ինչ է ինքը քեզ խորհուրդ տալու։ Գիտես Հիսուսին ասեցին, Հիսուս ասեց, հիմա դուք ինձ այդ առակը կասեք։ Հիվանդես ինքդ քեզ բժշկի։ Բայց օրինակ փարիսեցիների համար հետաքրքիր բան ասում է իրանց լսեք,
բայց իրանցպես մի արեք։ Լսել գուցե պետք է։ Դե բայց այստեղ մենք պետք է իմանանք ինչի մասին, ինչը լսենք իրանց։ Այսից էդ էլ մի հասած, ասենք ինչ կոնտեքստի մեջ է ինքը ասում, որ իրանց լսեք, բայց իրանց Աստծո խոսք է մեկնաբանում։ Հա, բայց այստեղ կոնկրետ բանը առաջնորդության մեջ է։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Հիմա լավ, առաջնորդները դա խորհուրդ է, չէ՞։ Հիմա դու գալիս ես իմ մոտ խորհրդի։ Ես էլ կեղծավոր եմ։ Ես ուզում եմ ասել, սիրելի քույրեր եղբայրներ, կեղծավոր մարդկանց մոտ խորհրդի մի գնացեք։ Ես ավելի լավ է գնամ մեկի մոտ, որը որ բաց է, բայց ինչ իմանամ, կեղծավոր չի։ Դա էլ է հարց։ Մարդը այնքան սուր դեմք ունի, սիրուն խորհուրդներ է տալիս։ Դե հենց է դա, որ Աստված ասում է, ես տեսնում եմ մարդու ներսում ինչ կա։ Բայց քեզ մի բան ասեմ, կեղծավորությունը ինքը աչքեր ունի։ Ստանդարտ։ Երբ որ մարդը կեղծավոր մարդը խոսում է, իր աչքերից երևում է։ Մի բան էլ ես ասեմ, եթե դու դաս։ Ասա, բայց բացի աչքերից էլի բաներ կա։ Ժպիտը կարաս տարբերես կեղծավորա թե չէ։ Հաստատ, բայց մի հատ կարևոր բան է կա կեղծավորության մեջ։ Կեղծավոր մարդը, որ խորհուրդ է տալի, ինքը այդ խորհրդի մեջ չկա ողորմածություն։ Ինքը ողորմած չի կարա լինի։ Ինքը ավելի դատապարտող դիրք է վերցնում, քան որ օգնի, որ այո, քան որ քեզ օգնի, որ դու բժշկվես։ Դա այդ էլեմենտն էլ կա։ Ինքը չի կարող ուրիշ ձև անել, որովհետև կեղծավոր մարդը ինքը մեծամիտ է, որովհետև ինքը թաքցնում է իր եղած։ Ես հիշում եմ, որ դու մի անգամ մեր մոտ եկեղեցում հյուր էիր եւ բեմից ասացիր, ես առաջի անգամ եմ տեսնում հովիվ, որ իր պրոբլեմներից խոսա բեմից։ Ես հիշում եմ էդի։ Այսինքն այնքան սովորական բան է դա իմ համար։ Բայց լավ բան է, Տիգրան եղբայր, ես էլ եմ սիրում։ Մենք էս գիտես հեսա մի տեղ ենք անելու, Աբրահամ, էսի ուղղակի ես ում չեմ խոսում, էսի շատ կարևոր բան է, բերելու ենք մի կարևոր։ Այսինքն բեմի վրա քարոզիչը խոստովանություն անի։ Պատկերացրու, գիտես մեր դու տես հիմա տես ոնց ես ասում, որ հիմա հետ տանք կադրը, որ նայենք թե դու ինչ ձևով, ինչ գնահատական տվեցիր դրան։ Ասի դու պատկերացնում ես բեմի վրա այսինքն դու լրջություն տվեցիր դրան, բայց իրականում ինքը այնքան սովորական բան պետք է լինի։ Այո։ Ինքը շատ հասարակ բան պետք է լինի, երբ որ դու իմանաս, որ ես էլ խնդրեմ ունեմ իմ ներսում։ Իհարկե։ Եվ հոգևոր խնդրեմ ունեմ։ Եվ ես դրանից ազատագրվում եմ։ Հիմա եթե մեկը ձեռը բարձրացնի ու ասի ես ազատվել եմ ամբողջությամբ հպարտությունից, որտեղ ամենադժվար ազատագրությամբ ամբողջ կյանքը դու պայքարում ես։ Մի շատ լավ ուսուցիչներից մեկը ասել էր, եթե 40 տարում դուք կարողանաք ձեր հպարտությունից ազատվել, ուրեմն դուք մեծ հաղթանակներ եք տարել ձեր կյանքում։ Ուրեմն դուք եթե բացահայտեք, որ հպարտությունից ազատվել եք, ուրեմն դուք հպարտ եք։ Ճիշտ է։ Հիմա ամբողջ խնդիրը կային նրանում, որ այս հազարավոր մարդիկ դառնում են միլիոնավոր մարդիկ, որտեղ թթխմորը գնում է։ Այո, վարակիչ։ Ուրեմն ինքը ինչի է լիդերներին ասում։ Ասում է, եթե փաստորեն դուք առաջնորդներ եք, հանկարծ կեղծավորություն արեցիք ու դուք ձեզ ցույց տվեցիք, որ դուք իրականում ինչ որ մեկն եք, որ չունեք այդ գերանը, այդ խնդրեմը չունեք ու դուք իրանց տենց ներկայացաք, իրանք էլ ուրիշներին են տենց ներկայանալու եւ ամբողջ հարանվանությունը, ամբողջ եկեղեցին մտնելու է կեղծավորության մեջ։ Կեղծավորությունները ումա խոսքերի ձևից, որս մեզ ոնց իմանան։ Գիտես ոնց պետք է իմանաս։ Երբ որ դու կեղծավորությունից, երբ որ դու կռվում պայքարում ես կեղծավորության դեմ ու սիրում ես արդարությունը ռեալ, դու կեղծավորությունը ճանաչում ես։ Եթե դու կեղծավորության մեջ ես, դու չես ճանաչի կեղծավորությունը։ Միանշանակ դառնում է սովորական երևույթ։ Ես այս ամեն ինչը խոսեցի այս պահի մասին։ Այս դրա համար եմ խոսեցի, որովհետև ինքը հարանվանությունները կարա դարձնի լրիվ կեղծավոր։ Բարևից սկսած, այո, խոսելուց, տոնայնությունից, բառամթերքից, այո, եւ նաեւ վիճաբանության էլեմենտը, ինտոնացիայից։ Շատ լավ է։ Իսկ ինտոնացիան ամեն մի ազգերին, տեսեք,
ինտոնացիան, սիրելի քույրեր եւ եղբայրներ, հետաքրքիր շատ լավ բան, շատ ճիշտ ես ասում։ Այս ինչ որ սրանից առաջ ես խոսում ես գիրեր ուղղակի, որպեսզի ես հիմա էսի խոսեմ, չէի փիլիսոփայում էլի կամ ուսուցում տալիս ցանը, էս էի ուզում ասել ես։ Ուրեմն ամեն մի ազգ ունի իր ինտոնացիան։ Մենք հայերս, երբ որ անգլերեն ենք խոսում, ինտոնացիան հայերենն է։ Հա։ Ասենք ոնց ես, how do you do? Մենք ինտոնացիան բերում ենք։ Ռուսները իրանց ինտոնացիան ունեն, իրանք շեշտադրություն, իրանք երգելով են խոսում։ Պարսիկները երգելով են խոսում։ Հա, մեզ անգլիական թեկումով դպրոցում են սովորել, իրենք ոչ թե սովորացնում են, ասում են, ասենք ոնց ես եղբայրս, մենք ասում ենք how are you brother, իրանք տենց չեն ասում how are you brother, տարարիդարամ, եթե նոտաների վերածես իրան, ինքը ինտոնացիա է։ Սրան ասում են լեզվա մշակույթ։ Ամեն ազգ ունի լեզվա մշակույթ։ Ու եթե դու ճիշտ ես խոսում իրանց բառերը, բայց ինտոնացիան ճիշտ չես ասում, դա կոչվում է ակցենտ։ Դու ունես ակցենտ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, էլի։ Կեղծավորությունը ունի իր ինտոնացիան։ Ինքը վերջում իշ երկարում է։ Լեզվա մտածելակերպ է։ Ձև անեմ, ստեղել ես ստուդիայում չեմ ուզում ձևեր անեմ։ Արա, ոչ չէ։ Բայց ինքը եւ գիտես ինչն է վատը։ Ես եմ ձևեր անում։ Գիտես ինչն է վատը։ Վատը կայանում է նրանում, որ երբ որ հիմա ես էսի խոսում եմ, մարդը ուրիշին է նայում։ Այ դրա մասին է խոսքը։ Այդ պրոբլեմա, շատ լուրջ պրոբլեմ։ Շատ լուրջ պրոբլեմ։ Ինքը նայում է, գիտի թե իր մասին չեմ ասում։ Եվ Հիսուսը որ ասում էր կեղծավոր սկզբից քո աչքի մեջի շուղը հանի, ինքը չէր դատապարտում իրան որպես կորած մեկը։ Այո։ Ինքը ասում էր շանս կա։ Այ բալես, լավ, սես կեղծավորի տեղը մի քաղցր դնենք, որ այ կեղծավոր աղբերս։ Հանի էտի որ հետո ավելի լավ տեսնես, տես ինքը վերջում տանում է, չի ասում էլ ձեր չտասես մարդուն։ Դրա համար է Պողոս ասում, ես մեղավորների գլուխն եմ։ Հեսա կանցնենք իրար։ Վիժվածք եմ ասում։ Հեսա մենք ժամանակ ունենք ու իրանց էլ անցնենք։ Հեսա մի 15 րոպե էլ ունենք։ Հեսա կանցնենք այդտեղ, հեսա իրանց էլ ենք անցնելու։ Այնց որ ոչ մեկ չմտածի, որ դա մեզանից հեռու է։ Ինչ է արդարությունը։ Ինչի արդարը համարցակ։ Հիմա այս մյուս կողմը նայենք, մի քիչ կեղծավորություն նայեցինք։ Հիմա արդարի համարցակությունը կայանում է նրանում, որ ինքը չի թաքցում, արդարեն մարդն է, որ լույսի մեջ չի վախենում իր սխալներից։ Հիմա ես իմ քույր եղբայրներին, բայց դա աներեսություն չի, էլի։ Չէ, ես իմ մասին եմ խոսում։ Ոչ թե իմ գործերի։ Օրինակ աշխարհում կան, ասենք, ամբարտավան մարդիկ, որ իրանք անում են ինչ ուզում են ու իրանց վեժնը չի, որ իրանք այդ տեսակն են ու իրանք ասում են խոսքի դու ամբարտ։ Դրա մասին չի խոսքը։ Հա, իհարկե, դե արել եմ, էդի իրանք չեն դատապարտում էդի։ Իրանք իսկ մենք դատապարտում ենք այդ ներսը, եւ երբ որ մենք մեկին ասում ենք, գիտես ինչ, ես ինչ-որ մի խնդրեմ ունենք, դա ոչ թե դրանով գլուխ ենք գովում, այլ մենք հիմա տես ինչ ենք անում։ Երբ որ ես ասում եմ, մեկը գալիս է մոտ խորհրդատվության, ես չեմ շտապում իրան ասեմ աչքիդ մեջը շուղի մասին, դա շատ նուրբ տեղ է աչքը, ասում ես դա ձեռքի մատ չի, ինքը աչք է, այսինքն դա շատ լուրջ տեղ է եւ շատ լուրջ գործ է, եւ մինչեւ որ ինքը իմանա, որ ես իր աչքի մեջի շուղը հանում եմ, նախ ինքը պետք է համոզված լինի, որ ես գիտեմ շուղի հանելու ձևը, ճիշտ է թե չէ, սկզբից կոնը հանի, հետո նոր, բա եթե ես կեղծավոր եմ, եթե ես չեմ հանել այդ իմ կյանքում, եթե ես այդ խնդրի դեմ դուրս չեմ եկել։ Ես ո՞նց եմ իրան օգնելու։ Ես չեմ կարող իրան օգնեմ։ Ես կարող օգնեմ այն մարդկանց։ Հունքի տեղ աշկը կա։ Հա, տեսեք, ես բաներ կա իմ կյանքի մեջ, որ ես չեմ ապրել։ Էդի։ Օրինակ ես Կիրակի օրն էլ ասեցի։ Ես չգիտեմ ինչ է նշանակում դեպրեսիա, փառք Տիրոջը, էլի։ Ես չգիտեմ ինչ է նշանակում ձանձրույթ։ Դու գիտես ինչ է ձանձրույթը։ Չգիտես։ Հիմա ես որտեղ մտածում ես, հա։ Ես չգիտեմ, ասում գիտես ձանձրալի է այս ամեն ինչը։ Ճիշտ ասած, ես չեմ ապրել ձանձրույթը։ Գիտեմ, հոգևոր իրականության մեջ։ Դե ամեն ինչը վերապրում է։ Ամբողջ խոսքը, հոգևոր աշխարհը ինքը վերապրում։ Ես հենց զգում եմ, որ ձանձրանում եմ, ուրեմն այդ ինտեղը։ Ես չգիտեմ դա ինչը։ Ուղղակի ես գիտեմ, որ ձանձրացող մարդը ինչ-որ տխուր է։
Այսինքն իրան ինչ-որ մի բան է պետք, որ ինքը ուրախանա։ Իմ համար դա տխրության ինչ-որ մի ձև է, էլի։ Հիմա եթե ես չեմ հասկանում դրանից, բայց Աբրահամը գիտի։ Հիմա դու ասացիր, ես ինչ-որ մի բաներ գիտեմ էդի ինչ է դա։ Հիմա որ մեկը մոտենում է ինձ ասում է, ես ձանձրույթ ունեմ, ասում գնա Աբրահամի մոտ։ Եվ նույնը Եթե դու այդ խնդրեմը չես հաղթահարել, փորձառություն չես ունեցել հաղթահարել։ Հիմա լրիվ ուրիշ բան է, ես լրիվ մենակ փորձառության վրա չեմ գնա, որովհետև ես չեմ կարող այդքան փորձառություն ունենալ, որ մարդուն օգնեմ մեկը կասի։ Հիմա ինչ դու պետք է ամբողջ փորձառություններ ունենաս, որ մարդուն օգնես։ Այստեղ օգնության է գալիս, էսի ամենակարևոր բանն է։ Եթե ես անզեն աչքով չեմ տեսնում իր մեջի աչքի շուղը, անզեն աչքով իմ ակնոցները 2.5 անգամ, բայց չեմ տեսնում ես էդի, էլի իմ ակնոցով չէ, որովհետև շուղը, ինչ է շուղը։ Շուղը փոքր գերան է։ Եթե շուղը միկրոսկոպով նայես, նույն գերանն է ինքը։ Չէ՞։ Շուղը, եթե միկրոսկոպով նայես, ինքը գերան է ցույց տալու։ Սուրբ հոգու պարգևները հենց այն տեխնիկան է, որը որ անզեն աչքով չի երևում։ Եվ Սուրբ Հոգին քեզ պարգև է տալիս ծառայության ժամանակ, որ դու տեսնես ինչ կա, բայց Սուրբ Հոգին տալիս է պարգևները նրանց, ովքեր որ կեղծավոր չեն, որովհետև իրանց մեջի գերանը իրանք տեսնելով, իրանք չեն անե, ինչի ինքը պիտի տեխնիկա տա իրան։ Այսինքն գերանը տեսնելն է, որ քեզ օգնում է, որ հասկանաս, որ քո մեջի այն բանը, այն ինչ որ իր աշկի մեջ կա, ավելի մեծ է, քան իր աշկի մեջին է։ Տեսնելն ու հանելը, տեսնելն ու հանելը, որովհետև եթե դու տեսնում ես ու չես անում, դու նման ես մի մարդու, որը տեսնում է, խոսքը լսում է, բայց չի փորում։ Այո։ Ուրեմն այստեղ ամենակարևոր բաներից մեկը հանելն է։ Գիտեք, իդես Աբրահամ, շատ մարդիկ ասում են, հա, ես էլ ունեմ էդի բան։ Ես իրեն ասում, ունես, հա, բախի չես աշխատում դրա վրա։ Այսինքն շատ մարդիկ էլ ասում են, որ ես էդի ունեմ, ցույց տալու համար, որ ես էլ եմ հոգևոր։ Բայց ես իրեն հարց եմ տալիս, եթե ունես, աշխատում ես դրա վրա։ Ուրեմն այստեղ մի հատ ուրիշ խնդրեմ ունես դու, որ դու գիտես, որ դու սխալ ես, ու դու չես ուղղում էդի, փաստորեն, եւ այդ էլ ճիշտ չի։ Իսկ իմ ամբողջ խոսքի նպատակը նա է, որ ասում եմ զգուշ եղեք, մենք որպես քրիստոնյաներ, մեզանից շատ է կախված մեր արդարությունը։ Արդարը համարձակ է, ինքը չի վախենում իր մասին անգամ խոսելուց։ Հիմա եթե ինձ թուղթ ու գրիչ տան, ինձ սենց սովորացրել է իմ հովիվը։ Ինքն էլ է տենց։ Երբ որ ինքը ինձ թուղթ ու գրիչ տան ասեն մտ կգրես քո բացասական բաների մասին, էլի քո ներսում ինչ է, ինչի դեմ ես պայքարում, ինչից ես ազատվել, ես կարամ այնքան բացասական բաներ գրեմ։ Եվ ես չեմ ամաչի դրանից։ Իսկ ես ինչի պետք է ինձ ցույց տամ, ինչ որ ինձ առաջնորդ են դրել, ուրեմն ես պետք է ասենք տնային խմբակի ավակ են դրել ինձ, ուրեմն այդ օրվանից ես լրիվ փոխվեցի, հա, այդ օրվանից արդեն ես եմ խոսում, եղբայր դու ես խնդրեմ ունես, դու պետք է ասես, բայց էս ինչ եղավ քեզի։ Սա մի անգամից ինչ-որ մի բան փոխվեց քո ներսում։ Մենք պետք է ոնց որ կանք, ընենց էլ շարունակենք մեր ծառայությունը։ Ուղղակի մեր արդարությունը կայանա նրանում, որ ուրիշին բարձրացնելու համար, ուրիշին օգնելու համար, որ այդ շուղը հանվի, ես պետք է ասեմ, որ ես գերանից ազատվել եմ։ Սմանկախ քո մեղքը ինչ է այն, որ ես ունեմ։ Հա, էլի։ Դավիթը մի հետաքրքիր խոսք ունի, սենց ասում, բառացի եմ ասում, չեմ հիշում հիմա որ սաղմոսն է, ասում է Տեր, ներիր մեր անօրենությունները։ Նա ինչ ասում, Տիգրան ասում, գժվելու բանա։ Ների իր մեր անօրենությունները, ոչ թե մեր, այլ քո անունի համար։ Այո։ Նկատում ես ինչ ասում ենք, ասում է կարևոր չի, եթե իմ անունը խայտարակվի։ Հիմա շատ անգամ ես իմ կյանքում եմ նկատել։ Ես էլ մեղք չեմ գործել։ Դրսևանց։ Գիտես խի, ես բացահայտել եմ մեջ, ես ապաշխարել եմ դրա համար, որ հանկարծ չասեն Աբրահամը, այն ծառայող Աբրահամը երկիչ, ընկավ, մեղք գործեց, այդ դրա համար մեղք չեմ գործել։ Ու ստեղել կա կեղծիք, այսինքն Դավիթը սա բացահայտել էր, ես մեղք չեմ գործում ինչի համար, որ ինչ լինի, որ Տիրոջ անունը փառավորվի, ոչ թե ինչ կասես սրա մասին։ Նկատում ես, որ սա էլ փարեսեցիական
խմոր է իր մեջ, այսինքն դու ինձ տեսել ես մեղ գործելուց ախպեր, բայց ես քեզ տեսել եմ։ Ուղղակի ստեղ գիտես ինչը կարա տարբերությունը լինի Դավիթի ժամանակների ու մեր ժամանակների։ Մեծ հաշվով Սուրբ Հոգու գործը, որ նոր կտակարանում արվում է մարդու էությունը կամ գենետիկան փոխելու համար, այն ժամանակ չի եղել։ Համաձայն ես, չէ՞։ Մասամբ համաձայն եմ, որ Դավիթի կյանքը մի ուրիշ տեսակ է, ինքը Աստծո շնորհքը բացահայտող մարդ է եղել։ Բացահայտող։ Ես խոսում եմ գենետիկան փոխելու մասին։ Եթե այսօրվա մեր բժշկական տերմիններով վերցնենք, Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսի արյունը կրողն է, չէ՞։ Այն որ ասում ենք Հիսուսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից, Հիսուսի արյունը որտեղ է։ Հիսուսի արյունը լույսի մեջ, ասում քայլեք լույսի մեջ, եւ ուրեմն դե որ հասկանալու բան ասի։ Դե հիմա մի 2 րոպե ինձ տվեք, հա։ Ուրեմն արյունը Հիսուս Քրիստոսի արյունը հոգեվոր աշխարհում, դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին անում է այն ֆունկցիան, որը որ անում է արյունը։ Արյունը գենետիկան կրողն է։ Մարդու գենետիկան կրողը արյունն է։ Հենց որ մարդու ծնվում է, տղամարդու ծուկնոջից, գենետիկան փոխանցվում է, որտեղ այդ արյան մեջ կրում է այդ արյունը, այսինքն գենետիկան, այդ բջիջները։ Եվ մարդը արդեն դառնում է իր հոր նման, որտեղ ինֆորմացիա է դա։ Ճիշտ է։ Ուրեմն մեր ինֆորմացիան, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր, ինքը ո՞նց է փոխում մեր էությունը։ Ինքը ոչ թե մեզ ուղղակի չէ, խոսքը իր տեղն ունի։ Դու խոսք ընդունում ես, որի մեջ կա հոգի։ Այ դա եմ ասում։ Ուրեմն խոսքի մեջ է ինքը մնում է, հոգին ինքը խոսքի միջոցով, այո, ինքը Սուրբ Հոգու միջոցով ռեալ ինքը սկսում է քո գենետիկան փոխել։ Նա երբ որ գա, ձեզ կսովորեցնի եւ կհիշեցնի։ Հիսուս ասաց Սուրբ Հոգու մասին։ Շատ լավ։ Ես հիմա խոսում եմ գենետիկան փոխելու մասին։ Այո, ես հավատում եմ դրան։ Որ մտածելակերպը մարդու խոսքը փոխում է, խոսքի հոգին մեր գենետիկան փոխում է, միանշանակ։ Որովհետև 5 տակարանում էլ կար խոսք, բայց ինքը չէր փոխում։ Բայց Դավիթ ասում էր քո հոգին մի վերցրու ինձանից Սուրբ Հոգին։ Շատ լավ։ Ես բան չունեմ ասելու, բայց ես խոսում եմ փոփոխության մասին, որտեղ որ Սուրբ Հոգին բնակվում է, սրբության սրբոցը ոչ մեկի համար առանձին չի պատռվել։ Ուզում է Դավիթը լինի, ով ուզում է լինի, սրբության սրբոցի պատմական պատռումը, երբ որ Սուրբ Հոգին ասեց ես կաղաչեմ ինքը կգա եւ ինքը ձեր մեջ կբնակվի, դա եղել է զոհից հետո, չէր կարա զոհից առաջ լիներ էդի։ Իսկ չէ Դավիթը ինչ-որ բաներ հասկացել է, այդ մթնոլորտը ջոկել է, Սուրբ Հոգին իջել է ոնց որ մարգարեների վրա, ինքն էլ է մարգարե եղել, ինքը վերապրել է էդի, բայց գենետիկական փոփոխություններ մենք ունենք այսօր։ Վերստին ծնունդի փաստն է, բայց գենետիկական փոփոխությունները լինելու է միայն այն դեպքում, երբ որ դու աշխատանք ես տանում քո վրա։ Ինքն է տալիս բռնանի։ Ես լսել եմ որ ասում են գիտես ինչ, դու գործ չունես, դու ուղղակի հավատքի մեջ մնա, դու կփոխվես։ Ես դա մեր դիտակցության հետ ուժեղ կապ ունի։ Ոնց կարա չլինի։ Դա պետքա լինի պատերազմի։ Դու պետք է չուզենաս դա։ Դու պետք է սովորես, դու պետք է սովորես։ Սոված մեղքի էության հին մարդուն պետքա սոված թողել։ Այսինքն որ այսօրվա դրությամբ մենք Աստծո խոսքը կատարում ենք, բան ինչի համար մենք սոված ենք թողում։ Որովհետև այդ խոսքը, այդ ծնունդը որ դու ունես, գենետիկան քո մեջ, դա է որ հաղթում է, բայց քո գիտակցությունը աշխատում է, ասել դու հասկանում ես ինչա կատարվում։ Քո ջանքերը, քո ստրամադրվածությունները ուղղված են դեպի դրան։ Ունես չի որ անկախ քեզանից դու ինչ-որ բան փոխվես քո կյանքի մեջ։ Ես քեզ հասկանում եմ։ Ուզում եմ էսի ամփոփել, որտեղ ինքը երկար կգնա, էլի ուրիշ թեմա է։ Ամփոփելով այս ամեն ինչը, մենք այսօր Սուրբ Հոգու զորությունը ի տարբերություն այն ժամանակվա, մենք այսօր վերապրում ենք եւ դա պետքա հաճույք պատճառի բոլորին, հաղթություն Աստծո մեր մեջ։ Էդի հաճույք պետքա պատճառի մեր։ Սիրենք անկեղծությունը։ Հա, եւ ես անում եմ, ես փոխվում եմ ոչ միայն իմ վերջին նախադասությունը քո ասացի վրա, ոչ միայն փոխվում եմ նրա համար, որ Աստծուն փառք բերի իմ կյանքը, ես դրանից հաճույք եմ ստանում։ Դա քո հաճույքն է դառնում։ Ես դրանից բավարարվածություն եմ ստանում։ Եթե դու հաճույքի երկու տարբերության մասին, դու հաճույք ես ստանում, որովհետեւ դու փառավորվեցիր, սա հին մարդու բնույթն է, որը էգոյով
շրջապատված է, երկրորդ տարբերակը վերստին ծնունդից հետո դու հաճույք ես ստանում, որ նա փառավորվեց։ Տարբերությունը ճիշտ ես ասում։ Ես ուղղակի ուզեցի բան անեմ, էլի հաստատեմ, համաձայն եմ։ Ուրեմն մի հատ էլ որպեսի մի քանի րոպե մնաց մեզ, ուրեմն երբ որ Հիսուսը իրենց զգուշացրեց կեղծավորության համար, որ դուք լիդեր եք կնելու, հանգարց չլինի այդ կեղծիքը դուք նորից հանգարց չլինի ձեզ ցույց տակ, որ դուք դեմք եք, էլի։ Ասում ես ինչ է դա, հանգարց ցույց չտակ, որ մենք դու դեմք ես ավել, դու առավել ես, մենք բոլորս մարդ ենք։ Եվ դա շատ կարևոր բան է դիմացինի փոխվելու համար։ Երբ որ եկեղեցին չի փոխվում, ինչի չի փոխվում, մարդիկ էլի չեկա, որովհետև այն գլխից կեղծավորություն կա։ Եվ թույլ չի տալիս այդ մարդը փոխվի, այն էլ իրանն է ծածկում, այն էլ չի գալիս լույսին։ Եվ բոլորը ծածկում են, բարև, բոլորը խնդրեմ ունեն, բոլորը գերաներով ման են գալիս, բայց չեն ասում, որ մեկը չկա, որ ասի ապեր ես առաջնորդ եմ, բայց Պողոսը լրիվ տարբեր էր։ Պողոսը հեթանոսների մեջ էր ծառայում, ինքը այդ փարիսեցիների թթխմորը չուներ։ Ինքը եղել էր փարիսեցի, բայց ինքը հեթանոսների մեջ ծառայելով ինքն էս բաներ էր տեսել, որ Աստված ինչեր անում հեթանոսների մեջ, որ նրանք չէին տեսել։ Ու երբ որ Պետրոսը գալիս են ձեռ են տալիս Պողոսին, բան հիշում ես այդ օրհնում են հեթանոսների համար, հետո երբ որ Հակոբից մարդիկ են գալիս, սրանք հաց էին ուտում հեթանոսների հետ, մեկ էլ արդեն տեսան, որ աղբերները գալիս են Երուսաղեմից, միանգամից իրանց հետ պահեցին, եւ Պողոս Սարաքյանն ասում է, կեղծավորության մեջ ես իրան բոլորի դեմը հանդիմանեցի։ Գիտես ինչի ինքը հանդիմանեց, որ հանգարց այդ կեղծիքը չանցնի հանգարց իր ժողովրդի մեջ։ Որտեւ եթե կեղծավորությունը թթխմոր է, եթե առաջնորդը կեղծավոր եղավ, բոլոր ժողովուրդը կեղծավոր առնելու։ Իմ այսօրվա ամբողջ խոսքը սրա համար էր, որ եթե եւ ոչ թե եթե, այլ մենք ինքներս ինչ որ մեկի կյանքի մեջ ուզես չուզես, դու դերակատարություն ունես։ Կամ արդարություն կմտցնես իր կյանքի մեջ քո արդարությունով, եւ ինքը տեսնի, որ դու բաց ես, որ դու չես ամաչում, որ դու խնդրեմ ունես, դու չես թաքցնում քո խնդրեմը։ Ես չեմ ասում, ում բարևես քո խնդրեմից խոսած, որ ես եմ։ Չէ, բայց որ տեղը գալիս է, մենք լինենք այն ինչ որ կանք իրականում։ Դիգա եղբայր, արի մինիմալ մոդելի մասին էլ խոսանք, դու խոսում ես մաքսիմալ մոդելի մասին, որը ճիշտ է, կամ մինիմալը, մեր ընտանիքները, եւ մենք որպես ծնողներ մեր ընտանիքներում հայր հոգևոր իմաստով նորից պահանջում անկեղծություն մեր ընտանիքի մեջ, որովհետեւ դա կեղծիքը ընտանիքին էլ է վարակում։ Գիտես շատ անգամ հայրը տարիներով ապաշխարած, բայց երեխաները երբեմն տեսնում ես, թեպետ հարցի մյուս կողմն էլ կա, չեմ ուզում սուր բերեմ այս հարցը, բայց գուցե կեղծիք կա, որ երեխաները տեսնելով չուզեցին, որ հոգևոր կյանքով ապրեն, հա? Այս հարցն էլ, այսինքն ընտանիքը դա էլ է եկեղեցու առաջարկ անեմ։ Քանի որ ժամանակ չկա, շարունակենք։ Կիրակի օրվա իմ քարոզը թե YouTube-ում կա, կարելի է գովազդանել։ Բավական, իհարկե, միայն թե YouTube-ում կա, թե Facebook-ում արդեն գծված է, ես դրա մասին խոսել եմ ընտանիքի մասին։ Այո։ Ու գիտես ինչն է, երբեմն մեր հպարտությունը թույլ չի տալիս, որ երեխաների մոտ այո, հենց դրա մասին էլ ես խոսել եմ, կարող եք լսել, բայց երկու բառով բան ասեմ։ Հիմա կան բաները, հավատացյալներ, լուրջ անցած ճանապարհ անցած քրիստոնյաներ, որոնք որ ընկել են կամ ընկնում են եպիսկոպոսների, հովիվների հետևից իրանց կյանքը ուսումնասիրելով ու բացահայտելով գաղտնի բաները։ Հա, այդպես բաներ կա հիմա։ Ես չեմ ուզում գնահատական տամ ինչքանով է դա լավ, ինչքանով է դա վատ, բայց ես մի բան գիտեմ, որ չկա մի գաղտնի բան, որ չհայտնվի, հա, ասեց Հիսուս, ինչ որ խոսակ ականջի մեջ դինամիկներից է լսվելու Հա, ռադիոյով կլսվի, հա, YouTube-ը։ Այսինքն մարդկանց մտածելակերպը տենց է, եթե արել ես պատասխան տուր, հա, եթե արել ես պատասխան տուր։ Ուրեմն մարդը միշտ պետք է ինքը սենց ապրի, էլի, որ ինչ էլ որ անեմ ես, ինքը երևալու է մի օր։
Եթե Աբրահամը չի տեսնում, ոնց որ փարիսեցիներն էին մտածում, արտակինից ցույց են տալիս, այն ասում ախր արտակին անողը ներսնել արը, ես խոմ տեսնում եմ, էդ էլ ուզում ասել ինքը։ Դրա համար երբ որ քրիստոնյան արդեն հավատացյալը լավ sense ասեմ, վերստին ծնված մարդը իր կյանքով ապրում է, ինքը շատ չի զբաղվում ուրիշներով, ինքը զբաղվում է իրանով։ Իսկ երբ որ ուրիշներն էլ իշոյ բանով ուզում են օգնեն, ինքը էլ իր պրակտիկայից, իր խոնար դիրքից ինքը խոսում է։ Եվ Պողոս Արաքյալը ճիշտ է անում, որ հանդիմանում է բոլորի առաջ եւ գրվել է։ Գաղատացիների երկրորդ գրքում։ Բայց Պետրոսն էլ ընդունեց, չէ՞, սիրով։ Պետրոսը սիրով ընդունեց, բայց ինքն էլ Պողոս Արաքյալը ասում է, որ իրանց իշոր կարծում են, որ իրանք ոմաններն են, էլի կարծված այդ ձևով, ինքը կապնում է իրանց, որ կարտած կտեսնես, որ ինքը չի ասում, որ իրանք էտ են, ասում է իրանց դրանց տեղն էին դնում, էլի, որ կարծա, որ տենց հեղինակություն ունեին, այդ դրանց ես հանդիմանեցի, իրան եւ ինքը ոչ թե հանդիմանում է, որ ես ավել լավն եմ քան թե, դու ինքը գիտի, ժողովուրդից չփչացնես, եթե իրանք տեսան, որ հրեական բաներ են մտնում ստեղ, այն շնորհքը, որ Սուրբ Հոգու միջոցով տրված է, որ ինքը փոխվի, ինքը կեղծիկով էդի ծածկելու է, որտեվ այս տղեկ ընդեից գան չէ տենալու, որ դու հաց ես ուտում, աղբեր կեր, բախի չես ուտում, բա չէ, կարող է տենան ընդեղ բան, փաստորեն, տունը դրած փլավը ձեռներով ուտում ես, ռեստորանում էլ կեր, կամ էլ թե չէ պատարակով կեր, թե տանը, թե ընդեղ, ինչ ես փոխվում, ինչի մեզ տեսար, հա, վախեցար, որ ասել պատկերացնես մի քանի հոգի գալիս մշակույթի նախարարությունից մի անգամից պատարակալու դանակը ձեռդ ես վես, մրկերելի ձեռով, ինչ է եղել, դրա համար էլ Հիսուսը ձեռները չլված, հենց այդտեն, ես вообще-то կարայի լվալ, բայց քո համար, այդ որ դուք տենց եք կարծում, չեմ լվալ, որտեղ ժամանակա չեմ էլ լվում, ինչ ա եղել, այդ օրը պիտի լվայի, որ ձեզ հաճելի լինի, ես վստահ եմ, որ Հիսուսը էլի ա եղել ժամանակ, որ ձեռի հետ սորենակ կերել են, հա, սոված են եղել, արտով անցել են, խո մենակ աշակերտները չկերան, Հիսուսն էլ ընդեղ սենց ասում էր, դե ես չեմ ուտում այդ ձեռներով դուք կերեք, ոչինչ դրա համար իրան մեղավորների եւ մաքսավորների բարեկամ կոչեցին։ Սիրում էին իրան։ Սիրում էին։ Կեղծավոր մարդուն ոչ մեկ չի սիրում։ Ամենաանկեղծ մարդիկ դրանք էին կարելի ասել այդ մեղավոր եմ ախպեր, ինչ անեմ, փախնելու տեղ չունեմ։ Աբրամ մենք սիրում ենք չէ՞ միամիտ մարդկանց։ Նայ, քո ընկերների մեջ քանի հատ ընկեր ունես։ Ես էլ շատ մարդկանց եմ ճանաչում։ Ես ոչ թե սիրում եմ նրանց, ովքեր որ իրանք են սուրբ են, մաքուր են, բան, ասենց իրանց կամ ցույց են տալի։ Ես սիրում եմ նրան, որ ոնց որ կա ինքը տենց է։ Ես չեմ վախենում իր մոտ սխալվեմ։ Ինքը ինչ չի դատապարտելու, որովհետև ինքը չի անում այդ բանը, ինքը պարզ է։ Մեկ տենասն էս բաներ կասեն, ասում սա լավ գոնե մի ասա էլի այդ կա։ Ինքը պարզ մարդ է, պարզ մարդկանց սիրում է։ Կրոնավորությունը ինքը այնց այդ կեղծավորությունն է։ Լավ է լույսի մեջ սխալվել, քան խավարի մեջ խարխափել։ Այո, շատ լավ է։ Եկեք ազատ ապրենք, դա վերջի կոչը։ Եկեք արդար լինենք։ Հələ փորձեք, տեսեք ինչքան լավ է։ Աշխատենք մեր վրա, չէ՞, Տիգրան եղբայր։ Աշխատենք մեր վրա։ Բա իհարկե աշխատենք մեր վրա։ Վարժվենք աստվածպաշտությամբ։ Պետք չի տոնայնությունը փոխել։ Հրյա չեմ որ հրյական։ Ես դրան գիտես ինչ եմ ասում, իսկաժենի գիտես ինչ է։ Մաքուր ձայն կա, երաշտական օգտագործում ենք այդ տերմինները։ Կա մաքուր ձայն, բայց այդ ձայնը խզված է։ Խզված է։ Ինչ որ ավելորդ բանա տված, ուժա տված այդ ձայնին, ինքը արդեն իսկաժենի է տալի։ Այդ մաքուրը պիտի լինի։ Հիմա հարանվանությունները, շատ հարանվանություններ, իրանք լրիվ դրա մեջ այսօր ես ոչ թե դատում եմ հարանվանությունները։ Երևույթի մասին ենք խոսում։ Իրանք դրա մեջ են, որտեղից է դա եկել, կեղծավորությունից է եկել։ Կեղծավորության թթխմորը։ Հիմա տեսնում ես, չէ՞ ինչա այսօր ինչա կատարվում, ինչ բացահայտումներ ա լինում, ասենք կրոնական աշխարհում, լավ sense ասեմ։ Տեսնում եք, չէ՞ Հայաստանում ինչ բացահայտումներ ա լինում։ Այն ժամանակ, որ մենք ասում ենք դա կեղծիք է, մեզ չէին հավատում։ Բայց հիմա արդեն ջրերես այրում։ Չկա մի գաղտնի բան, որ չհայտնվի։ Այսօր ունես բաները հայտնվում, որ էլ այսինքն ոնց կարող ասենք եպիսկոպոսը բանա, պլանա գցում մեկի ջեբը։ Պատկերացնում ես։
Չէ, դի հաստատ ստեղ չի եղել, ուրիշ տեղ է։ Հələ մենք չենք ասել։ Չէ, դի մեր եկեղեցուց չի եղել։ Մեր եկեղեցու տես բան չկա, մենք բոլորը սուրբ ենք, պարտիրոջ է։ Այ։ Իսկական հավատքի կյանք ու հաղթությունը սկսում անդեից, Արի չհավատանք գործը։ Մարդը ստեղ էլ է եղել և ստեղ է եղել։ Եվ մարդու հաղթությունը սկսում է իր արդարությունից եւ արդարությունը սկսում է նրանից անկեղծությունից ինչ ես կեղծավորություն քեզ դի լավ է մի բան էլ հիշեցի մի րոպե ասեմ եւ քո աղոթքով ավարտենք նա Հիսուսը հետաքրքիր խոսում է չերևացող մաս այսինքն տեսար ցանկացա դու արդեն չի երևացել մարդիկ չեն տեսել ֆակտը չկա, ակտը չի կատարվել, բայց ցանկացել է, դու արդեն ասպաշնության մեջ ես։ Եվ հիշենք պատվիրանների այս պատվիրանը, մի ցանկացիրը։ Դա ամենազորավոր պատվիրանն, այսինքն դու կարող ես չգողանաս, կարող ես չշնանաս, կարող ես, չգիտեմ, վերջը, ինչ ես թեմա բացում։ Լավ, կներես։ Չեմ կարա չասեմ։ Ուրեմն մենք պետք է հիշենք, եմ ասում։ Մի րոպե ունես, լսեք։ Ուրեմն, երբ որ Հիսուսը ասում էր, որ եթե դու սրտիդ մեջ ցանկանաս դու արդեն մեղք ես գործել, դա վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ որ հին ու նոր ուխտի արանքն է, ինքը բռնցնում է բոլորին, որ դուք բոլորդ էլ իմ կարիք ունեք։ Այո։ Ահա։ Ու ինքը այսօրվա դրությամբ, եթե սրտի մեջ մարդու մի բան ասնում, ինքը պետք է հասկանա, որ ինքը Հիսուսի կարիք ունի, ոչ թե ինքը մեղք է համարում իրան, որովհետև մի ցանկացիր պատվիրանը տրված է միայն այն բանի համար 5 կտականում, որպեսզի նոր կտականում մարդը հասկանա, որ ինքն էլ ունի ցանկ։ Թող հինում էլ հասկանա։ Ցանկանալու համար ոչ մեկին չեն դատապարտել, Աբրահամ ջան։ Էդի պահած ա եղել նոր կտակարանում բերելու համար որ դու դատապարտես, նոր ծնունդը գենդ դատապարտի։ Դրա մեջ մարդու մտքով մի բան անցնում է կամ սրտի մեջով, թող ինքը իրան չմեղադրի, որ ինքը հանգարց մեկին տեսավ սրտի մեջ ցանկություն առաջացավ եւ էդի մեղք Հանգարց գնում ես տիրոջ մոտ, վերջացավ։ Լսեք, ցանկությունները կգնան, բայց ինչ որ իմ սրտից դուրս եկավ ու գործողություն արեց, ես դրա համար եմ պատասխանատու։ Իմ սրտով այնքան բաներ կա, Աբրահամ ջան, քո սրտով չի ասում։ Մտքովդ կարա։ Բա որ երազում տենաս։ Սրտովդ, բայց դու Հիսուսի կարիքն ունես, հարցը է սա։ Այո։ Գնալու նրա ոտքերով, ապաշխարելու։ Բայց պետք չի ընկճվել։ Եվ հենց սա է քեզ խոնարհացնում։ Սա է քեզ դարձնում հեզ եւ խոնար, որ դու այլևս բարձրից չնայես։ Լսեք, ցանկությունը չի հարցնում, ուզում ես թե չէ։ Ցանկությունը չի հարցնում, կարաս թե չէ, ինքը գալիս է։ Հիմա ես դե ամեն մի ցանկություն։ Մենք քանի մարմնի մեջ ենք պայքարում ենք դրա։ Կներես էլի, մի բան ասա։ Ամեն մի ցանկության համար եթե ես պատասխանատու լինեմ, ես вообще ընկճված մարդ կլինեմ։ Ցանկությունը կգնա այս տեղ մի տվեք սատան։ Ես տեղ չեմ տալիս իրան։ Թող գնա գա, բայց ես տեղ չեմ տա իրան։ Որտեղ Հիսուսի կարիք ունես։ Այո, այս իմ գործը որ ես տեղ չտա։ Դրա համար եթե մեր սրտի մեջ բաներ անցնում, երեխեք հանգարց չմտածեք, որ ես վատ մարդ եմ։ Ինքնադատապարտությունով չենք։ Գալիս է ոնց եկավ, ոնց է թող գնա։ Ես իրան տեղ չեմ տա, բայց ինքը կարա գա։ Մենք այնց աշխարհում ենք ապրում, դու չես կարող մարմնի մեջ մանգաս։ Դա քասա թեմա բացեցի նոր, հետո մի քիչ կբանավեճենք, հետո նորից սրա մասին խոսենք։ Հաղթությունը գալիս է այն բանից, որ Ալելույա։ Ալելույա։ Հիսուս ունենք։ Շնորհակալ ենք քեզանից երկնային Հայր։ Շնորհակալ ենք իրապես սուրբ ազատության համար, որ դու տվել ես Տեր, հաղթության համար, տվել ես մեզ արդարություն, եւ թող իրապես Տեր այդ արդարությունը մեզ տանի դեպի ճշմարտությունը, թող այդ արդարությունը տանի մեզ դեպի հաղթությունը։ Ես աղոթում եմ, որպեսզի կեղծիքը, թթխմորը իսպար վերանա ամեն մեկից, մտքից, սրտից, որ մենք ազատ ապրենք Տեր, որ մենք հանգիստ ապրենք, որ մենք չվախենանք, ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու չունենանք Տեր, այլ մենք քո առաջ ենք քայլում եւ մարդկանց առաջ է շնորհ կգտնենք։ Թող պարզությունը մտնի եկեղեցիների մեջ, թող առաջնորդները Տեր լինեն անկեղծ, պարզ եւ չվախենան իրենց տերությունների մասին խոսելուց Տեր, որովհետեւ միակ անթերին, միայն Սուրբը, որ
չունի մեղքի էություն դա դու ես եղել Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք այս առավոտվա համար, այս օրհնված օրվա համար, եւ թող ինչի մասին որ խոսեցինք այսօր մեզ խորհելու, մտածելու առիթ տա։ Փառք ու պատիվ քեզ Տեր, ամեն բանի համար, հիմա միշտ ու հավիտյան, ամեն։ Ամեն, փառք քեզ Տեր։ Փառք Տիրոջը, հրաշալի էր, լավ ժամանակ ունեցանք շատ, մեր այսօրվա առավոտը իր խոսքով ապահովեց մեր սելի Տիգրան եղբայրը, շնորհակալ ենք Տիգրան եղբայր, քո հետ հաճելի է զրուցել, հա ուզում եմ զրուցեմ, որ Հայաստանում լինում ես արի էլի, հա, շատ լավ, կարանք ես թեման շարունակենք, ինչի՞ չէ, նայ, ինչ որ Տերս ավտոմատ դնի, շնորհակալ ենք եղբայր օրհնված, Գերծառությունը գցում ենք, հա, բարձր խոսում, ինտոնացիաները չենք փոխում, եւ շատ շնորհակալ եմ, կրոնավոր բառեր չենք օգտագործում, ասի բարևը, այս պարտադիր է շալոմ ասես, ասա բարևը, դրանից հոգեվորություն ավելանալու է, բայց եթե շալոմն էլ անկեղծ ես ասում, բան իսկ այժմի չես տալի ոչ լավ եկեք մի քիչ այս տարի անկեղծ են ասենք հետո կբալանսի կգանք խաղաղություն ձեզ եղբայրներ ոնց բլա էլի լավ բան է շատ լավ է Տիգրան շնորհակալ եմ որ թույլ ես տալի որ այսպես քիչ շատ ավելի sense ազատ զրուցեմ քո հետ մեր ուղիղ եթերով Տերորնի քեզ շատ մերսի դեսել եմ շնորհակալ ինչ որ ասեցի ոչ թե դիմա ինչ են ասում հակառակվում է այլ քեզ ամեն ասելով է ասում ինչ որ ասեցի ինձ որ ոչ թե հակառակություն չկա դա նորմալ է բացահայտենք էլի սիրենք բացահայտենք մենք ոչ մեկին մենք կայացած մարդիկ ենք մեզ պետք չի մեկին ապացուցեն որ կայանա վերջացավ կայացած մարդը չունի ապացուցելու ոչ մեկ Շնորհակալություն եղբայրս, սելի քուրել եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է, անկեղծ ասացի, չէ՞, Մարանաթա, Տերը